հետևորդներ ջան, հիմնականում կարի սիրահարներ, որովհետև հիմա մորթիների հետ աշխատելու հետ կապված մի հատ գաղտնիք եմ ուզում ձեզ ասեմ, ուրեմն տեսեք, մորթին լավ մաշվել է, այդպես թիկունքի հատվածում, բավականին մեծ հատվածով ճղված է, ես հիմա իրան ձեռքի կարով, նրբորեն, բարակասեղով, իրագույն թելով պետքա փոքր-ինչ հավաքեմ և այնուհետև մեջից կաշվե, բնական կաշվե մատերիալ եմ ամրացնելու, սոսնձելու եմ նայիրիդ սոսնձով, մեկ օր մնալուց հետո արդեն կարելի կլինի հագնել, այս հենց մորթի է ինքը, այդպես, դա է ուզում ասեի մորթիների հետ աշխատելիս, իմացեք, որ լավ օգտագործված մորթիները, ոնց էլ կարեք, կարածը ինքը չի պահի, դրա համար այդ մաշված հատվածում, այսպես ասած, երբ որ ռեստավրացիա ես անում, բնական կաշվե մատերիալով ես անում և նայիրիդ սոսնձի օգնությամբ, այսքանը